Հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում աշխատանք սկսում է Ձինայդ նախագիծը։ Ինչպես միշտ Ակոպովնյան ձեզ համար նախապատրաստել հետաքրքիր երաժշտական թողարկումն եմ շատ սպասված հյուրեր, բայց մինչ այդ ըստ ֆորմատի շնորհավոր եմ օրվա բոլոր հոբելյարներին լավագույն բարեմաղթանքներով, առողջ եք լինում լավ մարդկանց շրջապատում, հարազատների գրկում եւ Աստծո օրհնությամբ։ Ու այս բան հատուկ ձեզ համար տեսալով կասեմ, որ տաղանդավորները արդեն ինձ մոտ տաղավարում են ու մասն խոսքը կիմանաք հենց հիմա։ Իհարկե, մեր սիրելի Էսայի և տայրը, Սերժիկը։ Դե ինչ, ես վստահ եմ հենց հիմա շատերն են մոտ նստել, ձայնը բարձրացրել, շատերն էլ ասում են ձին ոնց որ ուշացել են։ Գիտեմ դրա մասին, բայց ըստ սահմանադրական օրենքի ես պետք է ընթերցեմ ինձ մոտ տաղանդավորներն են Էմանուել Հակոբյանը, Լիլիթ Համբարյանը, DJ Smoke-ը։ Ընկերներիս բարի օր, բարի գալուստ։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Շատ պայծառ գեղեցիկ, հիանալի։
Ուրեմն մի քանի օր շարունակ մեր Facebook-յան էջին, ոչ թե Instagram-ին, սկրիններ են գալիս տեսահոլովակից, ասում են ձին քոնոնք են չէ, բա ինչի քեզ մոտ տաղավարում չեն։ Նու հաշվարկ են կանում, որ նկարանման օրեր էլ գոյություն ունեն եւ հաշվարկ են կանում, որ յուրաքանչյուր զբաղվածություն ունի։ Մեղավորությունը երկու կողմանիա, բայց այդ շտկում եմ էլ, որ հերվից եմ գալիս։ Նաեւ մենք սովորության համաձայն մենք մի քիչ մեզ համեստ ենք բանում, հա։ Այդ համ լավա համ վատա, բայց լավ։ Այսքանով եզրափակվենք։ Այդպես ենք։ Շատ լավ։ Եթե ձեր հետևորդներն են լինում, Արմ ջան, հասկանում ենք շատ ուրախ ստորիներից, թե ոնց է ուրախ անցնում ձեր աշխատանքային օրերը։ Մեր աշխատանքային օրերը միշտ անցնում են ուրախ։ Իսկ ոնց ստեղծվեց դե երկուսիդ միշտ ինձ մոտ տեսել էի։ Լիլիթիս ինչպես ներգրավեցի։ Վայ, Լիլիթին արեք ես արագի մեջ Լիլիթ մի ասա, մի տաղանդի կծիկ ասա, Լիլիթ մի ասա, մի հրաշալի մարդ, մի ասենց ասեմ 26 թվականի լավագույն ձեռքբերումներից մեկը Լիլիթը մեզ համար, հա, Լիլիթը որ ֆանտաստիկ լավ մարդ, լավ երաժիշտ, լավ երգչուհի, այս փոքր մարմնում այնքան զենք է, որ ինչքան զենտաս, այնքան բարձրանում է։ Լիլիթին պատահաբար ենք պեղել գտել, իսկ տենց մի երկու բան շփվելուց հետո ոնց որ Լիլիթը դառավ մեր կոլեկտիվի, մեր հիմնարկի, մեր գործնականից բացի դառավ մեր ընկերը, մեր հարազատը դառավ, իսկ երգը շուտվանից կար, շատ շուտվանից արվել է։ Երգի միտքը շուտվանից, գործիքավորումը շուտվանից կար, ուրիշ պլաններ կար այս երգի հանդեպ, այս գործիքավորման հանդեպ, ուրիշ պլաններ ունենք, բայց ճակատագիրը հա, խառնեցիր իրար։ Մի օր տենց Լիլիթ հետ տենց խոսացինք, բան ուղարկեցի, բզբզում ենք, բան ինչը բաներ, ասի արի ստուդիա, էլի արի ստուդիա գիշերով։ Լիլիթ թող աշխատանքից հետո եկավ ստուդիա ու խնդրեմ Մադամ Վաշվիխդ։ Ու Լիլիթ, ընդամենը մի քանի ժամվա ընթացքում ստեղծվեց մեր այս գեղեցիկ երգը։ Ինձ հետաքրքիր է այն պահը, երբ որ քեզ զանգում են տղաները ու դու արդեն, որտեվ եթե դուք Լիլիթին նոր եք պեղել, ես Լիլիթին պեղել եմ 15 տարի առաջ, իմ առաջի երգչուհիներից եղել։ Այ տենց։ Ու եթե չեմ վախենա, կարող եմ բարձրաձայնել, ասա Լիլ, հիմա դու ասա։ Էստաֆետան քոնն է, ով է որպես երգչուհի առաջինը քեզ մեծարել եւ սիրել։ Դինա Կոպովնա։ Բայց երբ որ ես ձեր այդ աշխատանքը տեսա, լուրջ եմ ասում։ Ես անհամբեր սպասում եմ, ուզում եմ տեսնեի ինչ է կարել, բայց որ տեսահոլովակը արդեն րոպեներ անց կներկայացնենք։ Շարունակությունը ոչ թե ըստ երգի հիման վրա շարունակությունը, որովհետև մեր պրակտիկայում մի բան ցույց տվեց, նույն երգի երկրորդ տարբերակը անելը արդեն սխալ է աշխատած երգի։ Այսինքն էլի լիքը բան է, միջև էս արդեն ունենք մի հատ ուրիշ գործ արած։ Մտածում ունեի, արել ենք, մի հատ արել ենք։ Աշխատանքային process-ը ընթացքի մեջ։ Հա, մի հատ արել ենք, ոչ կլիպային, այլ պրոստը cover ֆոտոյով, երկրորդը այս նենց երգեր ստեղ մի քիչ շատ մանրակրկիտ է աշխատվել, ստեղ մի քիչ շատ ամեն ինչ աշխատվել է, եւ տեսահոլովակն էլ արեք մի հատ ժողովուրդ եւս մեկ անգամ մեր Միլենչին։ Մենք ունենք փոքրիկ վիդեո մարդուկ, մոտավորապես այս բոյի մի փոքրիկ մարդուկ ունենք, շատ տաղանդավոր, շատ որի համ ինքը համ կլիպի ռեժիսորն է, համ կլիպի սցենարիստն է, համ կլիպի մոնտաժողն է, համ կլիպի գույներն է, հա Միլենչ ջան, մենք քեզանից շնորհակալություն ենք հայտնում, ապրես աղջիկս, որ կաս, մեր տարածքում ես, մեր հետ ես, դու մեզանով ես, մենք ձեզանով ենք։ Շնորհակալություն այդ մեր Միլենչին, ֆանտաստիկ տաղանդավոր, էլի ծագող աստղ, էլի ծագող տաղանդավոր մարդ, էլի պեղված, գտած, այս վերջերս սկսել եմ տենց մարդկանց գտնել, էլի Միլենչին, Լիլիթին, Անվելին դե ճակատագրի բերումով գտա, շնորհակալություն ենք հայտնում մեր Միլենչին, որ այս ամեն ինչը ինքը հավաքեց, կատարածեց, ինքը պավիլյոնը ճարեց, ինքը նկարեց, ինքը սցենարը գրեց, քննարկեցին, մանավանդ եթե տեսահոլովակում կա աղջիկ, մի քիչ մանրակրկիտ աշխատանք է տարվում եւ այս կլիպի համար շնորհակալություն եմ հայտնում
Գայանե Հովանեսյանին կնոջս մեյքափի գրիմի համար Գայջան շնորհակալություն մազեր մեյքափ անվճար շնորհակալություն մեր ընտանեկան բյուջեին շնորհակալություն մեր ընտանեկան բյուջեին աջակցելու համար դզվանք էլի մեր տոպեկ փող հետ գցեցինք աղջիկն եկավ աշխատեց ապրես այտենց միշտ մեր կոլեկտիվի կողքը կանգնած լինես Իսկ թույլ կտաք հիմա պրեմիերան կազմակերպենք 21 TV եթերում տեսալվակի պրեմիերա այսքան խոսեցինք վայելում ենք վերադառնում ենք տաղավար Բաղջան մեջին կայներես Իմ նման սիրուն նախշունին վերջում ենա թողելես Ինձանից դու խրովել ես Բաղջան մեջին կայներես Իմ նման սիրուն մարալին վերջում ենա թողելես Ես գիշերն էլ թողասնի Կսպասեմ ինչ եմ հասնի Ճամպի թաղջը մոլորի կգարևը կբացվի Խորոդի յար բաղջեն բարգել է Կամիս արգել է Դոշին բացվել է Ձիմ խորոդի յար բաղջեն բարգել է Կամիս արգել է Դոշին բացվել է Հայ նայ 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 Մեջքի շալկապեմ Կեզի տեսնիմ շորորամ Գնամ գմաչքով կեստամ Երթամ մաղջին մատ կաղեմ Բալակ մեջքի շալկապեմ Կեզի տեսնիմ շորորամ Գնամ գմաչքով կեստամ Ես գիշերն էլ թողացնի Կսպասեմ ինչ եմ ասնի Շամպի թաղջը մոլորվի կգարևը կբացվի Խորովի յար բաղջեն բարգել է Կամիս արգել է Դոշին բացել է Ձիմ խորոդի յար բաղջեն բարգել է Կամիս արգել է Դոշին բացել է Հայ նայ 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 Հայ նայ 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 Հայ նայ նայ
Սամեկ TV-ի եթերում տեղ ունեցավ տեսահովակի պրեմիերա, տաղանդավորների ինձ մոտ տաղավարում են հերթական անգամ շնորհավոր եմ լավ գործի համար։ Դե եթե ես եւ Սոնյա Դիլանյանը ֆանատորեն հետևում ենք DJ Smoke-ի աշխատանքներին, առաջի այդ որ ասում եմ սկզբի որ քաղում ենք ոնց է ինչ բարձր մեքենայի մեջ, վայելել ենք առաջինը ես եւ Սոնյա Դիլանյան, ասես ձին կոմոդ չեն եկել, հասել են Սոնջան։ Մի հարցել։ Հիմա փաստորեն ընթացքի մեջ գործեր կան։ Կարող է միջև տարվա վերջին շուրջ նախագիծ։ Չէ, մի հատ էլ, չէ, նախագիծը բայց մի հատ մի բան էլ է մտքումս ծլել, հələ չեմ ասել երկուսին։ Կարող է եթերում ասես ամբողջ Հայաստանը։ Ոչ, չեմ ասի։ Ճիշտ ասած, երեք գիշեր ներվայնացած էի, ասենց, քանի որ մի բան ես չեմ սիրում։ Այդ որ ասում են բարի գիշեր ստեյցում, մի հատ էլ երեք, երկու հատ էլ երկ։ Ես իմ բողոքի ձայնը բարձրացրել եմ իմ Instagram-յան տիրույթում եւ միտք ծնեցա։ Հետո Որը այսօր գիշեր կասեմ իրանց։ Դա նոր թեմա է, Անակնկալներ Անակնկալ չգիտի, ես էլ նոր ասեցի։ նոր ենք լսում։ Իսկ գործ կա, որ գոնե մի քանի օրից պատրաստ է լինելու։ Չէ, դեռ չկա։ Մի հարցել եմ տալիս էլի, իսկ կարող է տենց մի օր էլ ներվանանաս կողքից ինչ որ ուրիշին տեսնես, Լիլիթի կողքը դու հետ ավելանա։ Երբեք։ Ինքը մենակա չէ, Ինքը միշտ է, ինքը այս կոլեկտիվի մասը արդեն։ Այս երկյակի երյակն է դարել ինքը։ Չես հավատա, որ ես տվյալ պահին միակ ժամանակահատվածն է, որ գոհ եմ։ Որովհետև Լիլիթից։ Հա, Լիլիթից։ Հա, որովհետև ինքից լավ գիտի, ես իրան միշտ զանգում եմ։ Չէ, Լիլիթը ֆանտաստիկ մարդ է, Լիլիթի տաղանդը դնել ինչ որ կասկածի տակ։ Լիլիթին կորցնողը կորցնում ամեն ինչ, այն որ ասում է ժպտում է, բայց առաջին Լիլ ջան, քեզ այսքան մեծ արեցինք։ Խնդրում եմ, երկու բառ մեր մասին, ասա, հելնենք այդ Դե անկես ուզում եի ամփոփման համար հարցն է, էլի։ Լիլ ջան, երկչուհի ես բնականաբար, այն որ ասում եմ չենք աշխատում վրան, որ ձայնը սարքենք, հա։ Երկում եմ վստահ եմ ամենահանգիստ տարբերակով վայելում ես, էդ էլ կարող եմ ասել։ Իրանց հետ ոնց ես դու աշխատում, զանգակ բամբակ տարբերակը։ Մեկը հանգիստ, մեկը անդադ խանգարում է։ Ես էստեղ եմ հանգիստ, մենք ստուդիայում միշտ կռվում ենք։ Ես Միշտ եմ հավատում։ Լռություն, Լիլիթ, ամեն ինչ կպատմեմ, ամեն ինչ ջրի երես կա։ Որովհետև րոպեներ անց վայելելու ենք հերթական երգը։ Լսում եմ։ Ես երբ որ գնում եմ ստուդիա, իրենց մոտ միշտ անխառը աժոտաժա։ Առաջին կխնդրեմ Իսկ առաջին անգամ երբ որ Առաջ տպավորություն, առաջի անգամ գնացի, ընդամենը կես ժամ էին նստած ու մեկ մի հատ գոռոց, ճվոց, ճճոց։ Երկուսով կռվում էին։ Հետո ընդամենը մի քանի րոպե հետո անցավ, բայց դա իրան շփման ձևն է, այնքան հավես է։ Սովորել ես դու փաստորեն։ Ես ընդամենը Բայց դու Լիլիթը հանգիստ մարդ է։ չէ, իր համար անսովորել ես։ Պատկերացեք մարդ, որ առաջ անգամ եկել, ասեն ինչ բաներ ենք պատմում ենք, ասում ենք, այս ենք անելու, այն ենք անելու, այն ենք ասեցին։ Ու գոռում են իրար։ Մեկ էլ դե ասում ենք, դե սկսեցինք, ասում ինչ ենք անում։ Այս ախշի փոքրած ինքը դե որ փոքրած, ոչ է փոքրած է։ Զարմացած Չի հասկանում ինչա կատարվում, այդքեսի ժոգես որ ինչա կատարվում։ Ու հասկացա, որ ուղղակի այդ ամեն ինչի արդյունքում պրոցեսի։ Մոտ նստեք ձայնը բարձրացրեք, ամենալավագույնը հենց հիմա եթերում է։ Բաղջա մեջին կայներես Իմ նման սիրուն նախշունին վերջում են ակողել ես Ինձանից դու խրովել ես Բաղջա մեջին կայներես Իմ նման սիրուն մարալին վերջում են ակողել ես Ես գիշերն եմ թողասնի Կսպասեմ ինչ եմ հասնի Ճամպին թող չմոլոնի կգարևը կբացվի Խորոդի յար բաղջեն պարկել է Կամի զարկել է Դոշին բացվեր է Ձիմ խորոդի յար բաղջեն պարկել է Կամի զարկել է Դոշին բացվեր է Հայ նայ 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 Հայ նայ նայ նայ
քաղեմ բարակ մեջքի շալկապեմ Քեզի տեսնիմ շորորամ գնամ գամաչքով կեստամ Երթամ աղջին մարդ քաղեմ բարակ մեջքի շալկապեմ Քեզի տեսնիմ շորորամ գնամ գամաչքով կեստամ Ես գիշերն էլ թող անցնի կսպասեմ ինչ եմ ասնի Ժամպի թողջը մոլորվի կգարևը դբասվի Խորովի յար աղջեն վարկել է Կամի զարկել է դոշին բացել է Զիմ խորովի յար աղջեն վարկել է Կամի զարկել է դոշին բացել է Հայ նայ 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 Քացերն ունիսկ մի պատարիմ հացը Երբ դու չկաս Միթե մեր ապրածը հորինված էր Ամիսներն աստած Իմ սրտի անուն տվողը դու էիր որը կաս Գնացիր ասես ոչինչ էլ չի եղել Չես եղել չկաս Գնացիր ասես ոչինչ էլ չի եղել Չես եղել չկաս Խոսիր Թող սիրտս լսի Խոսիր Գուցե մեզ ների Խոսիր Թող միտքս լռի Խոսիր Տեկուսատիր Օրս նոր էր վարերի մանևը Կող բարևից Ասում էր այս ամենը մեզ տրված էր Վերևից Նկարել հետո ջնջել ես հետքային Քո կյանքից Ոնց ապրեմ աս անունդ որ շնջել Իմ երկից Ոնց ապրեմ աս անունդ որ շնջել Իմ անունից Խոսիր Թող սիրտս լսի Խոսիր Գուցե մեզ ների Խոսիր Տեկուսատիր